Հիմա փորձեմ սովորական կարտերով նայել։ Տեսնենք այս կարտերը ինչ կասեն։ Ես հիմա փորձեմ գտնել սրտի աղջկան և տեսնենք իր մասին կարտերը ինչ կասեն։ Գտանք մեր աղջկան։ Մեր աղջիկը շատ ուրախ, շատ երջանիկ է, այն ինչ-որ գլխի վերևն եմ տեսնում, ինքը բավականին ուրախ զվարթ է, ինչ-որ մեծ հույսերով ոգևորված, երևի ինչ-որ նոր աշխատանքի էլ տեղավորվել է, կամ դեռ նոր է տեղավորվում, բայց արդեն աշխատանք գտել է։ Ֆինանսական խնդիրներ տեսնում եմ չունի, բայց համեր սիրում է գումարներ ծախսել, ընտանիքում կարծես ամեն ինչ նորմալ է, թերևս ամուսնացած կին է, ամուսնացած կնոջ մասին է այս դեպքում խոսքը։ Տեսնենք, ամուսնացած երիտասարդ կին էր։ Տեսնենք ինչ կասեն կարտերը, մի հետաքրքիր բան։ Երկու կարտ դուրս եկավ, երկուսն էլ կհանեմ, ուրեմն։ Լավ, կերպարներ չեմ տեսնում աղջկանից բացի, ինչ հետաքրքիր է։ Ինչ հետաքրքիր է, կերպարներ, հələ որ, լավ, կանանց գալիս են կերպարները։ Դա չէ, ինչպես կլիներ ամուսնացած տեսասկզբում ու հիմա աղջիկը ինչ-որ լավ է մենակ։ Ստեղ լրացուցիչ մի կարտ էլ հանեմ։ Եկեք աղջիկա վրայի։ Մի հատ կարտ հանեմ, այո, ամուսնացած է, հաստատ ամուսնացած է մեր աղջիկը, միջին տարիքի կին է, շատ այսպես երիտասարդ երևի աղջիկ չասեմ։ Մեր աղջիկա գլխի վերևում տեսնում եմ ղարի 7 և ղարի 10, ֆինանսական հարցեր կան իրեն անհանգստացնող, այո, ոչ մի, ասենք, ուրիշ ես շատ առանձնապես խնդիրներ չեմ տեսնում, բավականին լուսավոր, բավականին լավ եմ տեսնում կարտերը, բայց իր մտքում, սա գլխից վերև է, նշանակում է իր մտքում անհանգստություն կա ֆինանսների հետ կապված, ինչ որ ֆինանսական հարցեր կան, միգուցե չի բավարարում ինչ-որ մի բանի կամ նպատակ ուներ մի բան գնելու, տունը վերանորոգելու, չգիտեմ, եւ ինչ որ բանի համար չի բավականացնում։ Ինքը Աստծո հավատացող աղջիկ է, եկեղեցի գնում ում է վառում հաճախակի։ Այ աշխատանքի հետ կապված կարող է որոշ խնդիրներ ունենալ։ Կամ ինքը այսօրվա չի աշխատում, տանը նստած է, դա ուղղակի տնային տնտեսուհի է։ Այո, այդպես ավելի շատ եմ տեսնում, ես աշխատանքի հետ խնդիրներ առանձնապես չեմ տեսնում, ես որքան հասկանում եմ տնային տնտեսուհի, ինքը ամուսնացել մնացել է տանը չի աշխատում կամ ուղղակի առայժմ չի աշխատում։ Իր կողքին տեսնում եմ գումար, բայց սա իր ընտանիքում չէ, սա կարող է լինել երևի եղբայր կամ ազգական երիտասարդ ավելի, որը բավականին գումար է աշխատում և միգուցե ժամանակ առ ժամանակ իրեն օգնում է, բավականին դրական անձնավորություն է, բայց կարող է պարզապես ընտանիքի անդամ։ Ինձ թվում է ինքը իրականում ուզում է աշխատել աղջիկը, ինքը իրականում կուզենար աշխատել, երևի մասնագիտություններ ունի, բայց առայժմ դեռ մտածում է, բայց ինքը տեսեք, ես իրեն եմ տեսնում, սա իր ամուսինների վրա, ինքը ուղղակի հնայում է հենց աշխատանքի կողմը, այսինքն ինքը նեղվում է, որ չի աշխատում, միգուցե առաջ աշխատել է, հիմա չի աշխատում, դե հիմա հայկական իրականություն չգիտեմ, ամուսինը թույլ չի տալիս, թե ինչպես է ստացվել, բայց ես կարծում եմ, որ իր այսօր մտահոգությունը այն է, աղջկա կամ կնոջ, որ ինքը ուզում է աշխատել։
Բայց այո, կան, խոչընդոտներ կան։ Ինքը խոսում է անդադ փորձում է խոսք բացել աշխատանքի մասին, բայց իրականում ոչ միտեղ չեն տանում խոսակցությունները, բայց ապագայում, առաջիկայում ես տեսնում եմ, ոչ է, ամեն դեպքում հնարավոր է, որ ինքը աշխատանք գտնի եւ սկսի աշխատել, ես չգիտեմ, եթե ամուսնուն համոզի թե ինչ, օքեյ, այստեղ եմ տեսնում, այո։ Ամուսնուն պետք է իրականում համոզել։ Հա, ոչ թե պետք է վիճել, ոչ թե պետք է, չգիտեմ, տեսեք, այստեղ խոսակցություններ են սիրո հետ կապված, էլ եմ ասում, տղամարդուն համոզել, եթե ամուսնացած կին եք, ամուսին եք եւ ջերմ լավ հարաբերությունների մեջ եք, իսկ ես ոչ մի այսպես չեմ տեսնում ճիշտ ասած վատ բաներ, սրտիտուս դե բավականին լավ է։ Իրական տղամարդուն համոզելը առանձնապես դժվար գործ չպետք է լինի ձեր համար։ Կկարողանաք իրականում, ուղղակի պետք է մի քիչ ավելի, այսպես ասեմ, մեղմ, հանգիստ զրուցել, ոչ թե վիճել, ոչ թե պահանջներ ներկայացնել, ես էլ եմ ազատ մարդ, ես կարող եմ այս անալ, չէ, այդ տեսակ խոսակցություն ես այստեղ չեմ տեսնում, այլ ընդհակառակը ավելի սիրալիր, ավելի կինենք, մի քիչ էլ կեղծավոր միգուցե, չգիտեմ։ Լավ ընտանիք ունեք, ամուսնացած եք, այո, սա ամուսնացած կնոջ մասին է, շատ լավ ամուրել ընտանիք ունեք, ոչ մի ընտանեկան խնդիրներ չեմ տեսնում, են տպավորություններ, այսպես ֆինանսը պարզապես, միգուցե դուք ավելին կուզեիք, քան ունեք, ավելին ունեք, քան տուն գալիս եք, կամ միգուցե այստեղ ասում եմ եղբայր ինչ ունեք, սա ուղղակի կարող է ձեր լավ ամուսին ունեք, աշխատում է, բայց դե այդպես չի բավականացնում։ Դուք էլ եք ուզում ձեր ներդրումն ունենալ եւ իրականում մտածում եք աշխատանքի մասին, բայց ոնց որ թե հələ որ չեք աշխատում։ Բայց էլ եմ ասում, ես շատ լավ տեսնում եմ, ես ուղղակի դեռ չեմ ասում կգտնեք աշխատանք աշխատեք, նորից եմ ասում, ես ուղղակի ասում ուղիները։ Պետք է փորձեք ձեր ամուսնու հետ սիրալիր, զրուցել, համոզել։ Տեսնում եմ ճանապարհը լավ, այսինքն կամած, սա այդպես որ կամած սկսեք ձեր ամուսնու հետ զրուցել, ինչ-որ, այսպես ասեմ, ուղիներ փնտրել, եթե չի ուզում աշխատել կամ եթե չի ստացվում աշխատեք, ուրեմն որ աշխատանքը չեք կարող անել, բայց որ աշխատանքը կարող եք անել։ Այսինքն պետք է գտնել ուղիներ, այնպես որ ձեր ամուսնուն դուր կգա, բայց ես կարծում եմ, որ դուք իրեն կկարողանաք համոզել, բայց անպայման պետք է փորձեք իր հետ զրուցել։ Իր հետ զրուցելով, որ ինքը կարողանա ընդունել եւ հասկանալ ձեզ, դուք կկարողանաք ձեր ուզածին հասնել։ Միայն նստել մտածելով չէ, էլ պետք է ինչ-որ մի բան անել նաեւ այդ ուղղությամբ։ Ձեզ ինչ-որ կին կարող է օգնել։ Ձեզ ինչ-որ կին կարող է օգնել։ Մի քիչ ավելի ձեզից տարիքով մեծ կին, այո, ինքը կարող է ձեզ այդ հարցում օգնել։ 3 դուզ դուրս եկավ, 3-ն էլ լավ դուզերն են, ամենավատ դուզը դուրս չեկավ, մեզ պետք է չի որ դուրս գար։ Ինչ-որ մի կին կարող է ձեզ օգնել։ Փորձեք մի կնոջ հետ էլ խորհրդակցել։ Իմիջիայլոց եթե դուք ձեր կիսուրի հետ լավ հարաբերությունների մեջ եք, շատ հնարավոր է, որ ձեր կիսուրն էլ ձեր կողմից լինի եւ կարողանա ձեզ օգնել։ Այդպես էլ է, չէ՞ լինում։ Պարտադիր չի կիսուրները միշտ ամեն ինչը խառնել եւ վատ լինեն։ Չէ, ընդհակառակը, ինձ թվում է դեռ ինչ որ մեկը, միգուցե ինչ որ մեկը, որը հենց կարող է նաեւ ազդել ձեր տղամարդու, ձեր ամուսնու վրա, բայց էլ եմ ասում, միայն սիրալիր զրույցներով, միայն շողոքորթելով եւ կեղծավորությամբ, եթե ուզում եք իմանալ, կինեք օգտագործեք ձեր կանացի հմայքները, տղամարդիկ, որպես կանոն դրան չեն դիմանում։ Ես ձեզ հաջողություն եմ ցանկանում։